Այս համատեքստում դուք որքանով եք խոչընդոտ համարում այդ կառավարում ապաշրջապատման։ Ես երևի շատ կարճ ընկերս շարունակի, տեսեք, որպեսզի մենք ռուսական կոնցենսիան համարենք խոչընդոտ կամ չհամարենք խոչընդոտ ապաշրջապատման հարցում, նախ պետք է մենք ունենանք հստակ երաշխիքներ եւ որոշումներ, որ բացվելու են Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Նախիջևան սահմանը։ Բոլորս ենք հասկանում, որ խոսակցությունը սրա մասին է, որ ենթադրաբար X քանակությամբ բեռներ կենտրոնական Ասիայից կամ Ադրբեջանից, ովքեր պետք է գնան, որոնք պետք է անցնեն դեպի Թուրքիա, նրանք անցնեն դեպով մտնեն Նախիջևան եւ ունեն երկու հնարավորություն։ Կամ Նախիջևանից բարձրանալ Երևանի կաց եւ մտնեն Թուրքիա, կամ Նախիջևանից ուղղակի մտնեն կաց, գիտենք, որ դեռ անցյալ տարի հայտարարվեց կաց-գնդի երկաթգծի շինարարության մասին։ Հիմա որ փոքր այդ շինարարությունը դժվար է ասել, բայց կա անկանում, որ ենթադրաբար 2030 թվականին այդ շինարարությունը կավարտվի։ Հիմա որպեսզի նորից եմ ասում, մենք ասենք, որ ռուսական կոնցեսիան հայկական երկաթուղի նկատմամբ խոչընդոտում է այն հանգամանքին կամ թույլ չի տալիս, որպեսզի այդ բեռները Նախիջևանից Թուրքիա մտնեն Նախիջևան Երևան գնդի կաց երկաթգծով, նախ պետք է լինեն հստակ որոշումներ Հայաստան-Նախիջևան սահմանի բացման եւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին։ Քանի դեռ այդ որոշումները չկան, եւ այդ նշեցի, որ ինքը Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի ոչ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը թույլ տա, ոչ է խաղաղության պայմանագրի բացակայությունը, այսպես ենք պայմանավորելով, երբևէ չեմ լսել, որ Ադրբեջանը շատ հստակ հայտարարում է, որ իհարկե Հայաստան-Նախիջևան սահմանը կարող է բացվել։ Խոսում են փոխադարձ տարբերությունների մասին, բայց հստակություն չկա։ Հետևաբար այսքան ինձ շատ բարդ է որևէ հստակ պնդում անել։ Այն պահին, երբ մենք ունենանք Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Նախիջևան սահմանների բացման մասին գոնե պաշտոնական որոշումներ, չեմ ասում բաց սահման, գոնե որոշումներ, որ դիցուկ 2027 թվականի հուլիսի 1-ից հետո սահմանները բացվելու են, եւ դրանից հետո էլ մենք ստանանք տեղեկույթ Ադրբեջանից կամ Կենտրոնական Ասիայից կամ այն երկրներից, որտեղ այդ բեռները ի վերջո պետք է գնան դիցուկ Եվրոպա, որոնք հայտարարեն, որ տեսեք, Հայաստան-Նախիջևան սահմանը բաց է, Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է, բայց քանի որ երասկի մինչև Գյումրի հատվածը գտնվում է ռուսական կոնցեսիոն կառավարման տակ, այդ բեռները այդ տարածքով չեն կարող անցնել, նրանք հետեւաբար միակ տարբերակը ունեն Նախիջևանից ուղղակի գնալ Թուրքիա, Նախիջևան կաց երկաթգծով, այդ դեպքում մենք կարող ենք հստակ հայտարարել, որ այո, ռուսական կոնցեսիան դա էական խոչընդոտ է, որպեսզի Հայաստանը դառնա միջին-միջանցքի բաղկացուցիչ մաս։ Ես չեմ խոսում բացառությամբ թրիկի մասին, որ այսպես ներպես կարծես թե լինել։ Բայց քանի դեռ այդ որոշումները չկան, նախ մենք պետք է հասնենք դրան, որպեսզի առնվազն ընդունել որոշումներ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջապատման մասին, որից հետո մենք կարող ենք գնահատել արդյոք ռուսական կոնցեսիան մեծ խոչընդոտում է եւ ինչ աշխարհով է խոչընդոտում։ Որտեղ հիմա այս քննարկումները իմ գնահատում մի փոքր կրում են ավելի քաղաքական, քան ռեալ պրակտիկ եւի վրա ունենք պրակտիկ։ Այս համաձայն եմ գործիքերոջից հետ տանեմ երկու կետ ավելացնեմ, խոչընդոտա թե ոչ։ Ուրեմն այն որոշ երկրի ներկայացուցիչների կամ փորձագետների կողմից որ լսում ենք, որ դա խոչընդոտ է, որ մենք վերլուծում ենք ինչպես է իրենց արտաքին ապրանքը շրջանառություն տեղ ունենում, ապա մենք տեսնում ենք, որ որոշ ապրանքներ գալիս են Ռուսաստանի տարածքում։ Այսինքն իրենց համար խոչընդոտ չի ստանալ բեռները, որոնք գալիս են Ռուսաստանի տարածքով կամ որտեղ ներգրաված են ռուսական ընկերությունները, բայց երբ որ հարցը հասնում է Հայաստանի երկաթգծերին, դա արդեն ներկայացնում է որպես խոչընդոտ։ Սա ավելի շատ արգումենտ է, որ այս հարցը քաղաքականացված է, այսինքն այնտեղ լուրջ տեխնիկական եւ տնտեսական բացատրություն չկա։ Եվ երկրորդը, ինչպես գործիքեր նշեց, հիմա խոսքը գնում է Կարս-Նախիջևան երկաթգծի մասին եւ արգումենտը հետեւյալն է, որովհետեւ երկաթգիծը գտնվում է ռուսական կոնցեսիայի, հետեւաբար այն ընտրակն է։ Հիմա հակառակից փորձեն պատասխանել։ Այդ դեպքում, եթե երկաթգիծը չլինի ռուսական կոնցեսիայի, դա կնշանակի, որ Կարս-Նախիջևան երկաթգծի իրականացումը չխարի, որովհետև էլ որևէ խոչընդոտ չկա։ Մեզ համար պարզ է, որ դա տեղի չունի, որովհետև այս պրոյեկտները, ինչպես անհասկացում նշեցինք, իրանք տնտեսական չեն, այլ աշխարհաքաղաքական։ Հետևաբար նույնիսկ եթե դա լինի կոնցեսիայի տակ, չլինի կոնցեսիայի տակ, կամ լինի ուրիշ երկրի կոնցեսիայի տակ, Կարս-Նախիջևան երկաթգիծը կկառուցեն, եւ Թուրքիան, Ադրբեջան եւ
այն պետությունները, որոնք շահագրգռված են իրենց այդ համագործակցեն, իհարկե կնախընտրեն օգտագործեն այդ ճանապարհը, այլ ոչ այդ ճանապարհը, որը մատես չգիտենք կբացվի թե չի բացվի։ Համեցեք։